Արամ, իսկ դու գիտեիր, որ Արամ Խաչատրյանը հայտնի է եղել ոչ միայն Սովետական Միությունում եւ ամբողջ աշխարհում, այլ հատկապես Ճապոնիայում։ Բայց որտեղ է Ճապոնիան, որտեղ է Սովետ Միությունը, այդ ո՞նց է տենց ստացվել։ Ասեմ ավելին, նա ունեցել է ճապոնացի սան Նոբուո Տերահարա, ով իրեն ոչ միայն համարել է իր դասախոսը, այլև կյանքի ուսուցիչը։ Իրականում շատ հետաքրքիր է, բա ո՞նց են իրանք հանդիպել։ 63 թվին Արամ Խաչատրյանը հյուրախաղերով այցելում է Ճապոնիա եւ ունկնդրում է Նոբուո Տերահարայի ճապոնական արշալույս սյուիտը եւ անմիջապես հրավիրում է իր մոտ ուսանելու Մոսկվայի պետական կոնսերվատորիա։ Հետաքրքիր է ոնց Արամ Խաչատրյանի մոտ ստացվել այդ սովետական խիստ պայմաններում այդպիսի գործունեություն ծավալել, այն էլ Ճապոնիայում։ Տերահարային հաջողվել է ոչ միայն ընդունվել Մոսկվայի կոնսերվատորիա, այլ նաև 7 տարի ուսանել Խաչատրյանի մոտ։ Այնուհետև վերադարձել է Ճապոնիա եւ սկսել է դասավանդել խաչատուրանական մեթոդներով։ Ես հիշեցի, նա այն մարդը չի, ում պատճառով Արամ Խաչատրյանին մեկ օր ուշ ուղարկավորեցին, որ նա Ճապոնիայից հասնի Երևան։ Արամ ջան, դրա հետ կապված որևէ գիտական տվյալ ես չունեմ, բայց գիտեմ մի բան, որ Տերահարան Խաչատրյանի մասին գրել է 2 գիրք եւ բազմաթիվ հոդվածներ։ Ընկերներ, մենք իրականում մեր YouTube-յան ալիքում ունենք մեծ ոդկասթ նվիրված հայ-ճապոնական հարաբերություններին Աննայի հետ եւ խնդրում ենք այցելեք մեր YouTube-յան ալիք եւ դիտեք այն։ Անպայման լայք դրեք, որ նյութը տարածվի, մեկնաբանություններում գրեք գիտեիք թե չգիտեիք եւ գրանցվեք մտքարան էջին։ Շնորհակալություն։